ի վերջո մենք երբ որ հասնենք երկինք, մենք տեսնելու ենք, որ մեզ Աստված աղոթել։ Մենք չենք հասնելու, մենք հասնենք երկինք, հավատ կպահենք, ընթացք կկատարենք, երբ որ մեզ պսակ տան, մենք շրջվելու ենք տեսնենք մի խաչված ձեռքեր, մեր ամբողջ կյանքում մեզ տարել։ Երբ որ ընկել ես քեզ բարձրացրել, քեզ պահել ագայթակղությունից, դու կարաս հիշես մազեր կախված ծանր մեղքերի մեջ լինել, այդ դու բրծար։ Դու կարող ես հիշել, որ դու շատ խորն ես մտած, բայց ոնց անգլիցի, դու չես հիշում։ Եվ երկնքում դու կտեսնես մեծ հաշվով դու երկինք հասար, որովհետև քեզ մեկը սիրում է հավիտենական սիրով, եւ ինքը քեզ միշտ օգնել է, ինքը միշտ քո հետ է պահել։ Եվ դու շատ դժբախտ մարդ ես, եթե դու սերը չճանաչի։ Ես շատ սրտան ցավում եմ, եթե երկրի վրա ապրեցինք, եւ այդ սիրուն հաղորդ չեղար, եւ մյուս կողմից մեր պարտականությունն է։ Ըստ բոլոր երիտասարդները, սաղ ցուցակները գիտեն, իրանք գիտեն ինչ չի կարելի անել, բայց իրանք հրապուրվում են, իրանք գիտեն ինչն է արգելված, իրանք գիտեն ինչը հաճելի չի, բայց իրանք մոլորվում են։ Ինչու՞մ է խնդիրը, հակակշիռն է պետք տենում, երբ որ Քրիստոսի սերը ճաշակեց մի օր Պետրոսն էլ ընկավ, սայթակեց, և Հիսուսին կարևոր բան է հետաքրքրում, Պետրոս, իսկ դու ինձ սիրում ես, այդ կարևոր բանը, և իհարկե Պետրոսը սիրում էր Հիսուսին, ասես դու գիտես, որ սիրում եմ, և մի օր Պետրոսը իր կյանքը տվեց Հիսուսի համար, այն Պետրոսը, որ վախում էր, սիրում էր առաջ ընկնել, սիրում էր կենտրոնում լինել, սիրում էր փառավորվել, մի օր ինքը կյանքը տվեց Հիսուսի համար, իր կյանքը թանկ չէր, որովհետև սերը ճաշակել էր։